Եթե երեկոյան տուն գնալուց նկատում եք, որ կոշիկները սեղում են, իսկ նասկիների ռեզիններից ոտքերի վրա խորը հետքեր են մնացել, ուրեմն այս վիդեոն հենց ձեզ համար է։ Ոտքերի այտուցվածությունը միայն հոգնածության նշան չէ, այն կարող է լինել առաջին ազդանշանը ձեր հիվանդության մասին։ Այսօր կառանձնացնեմ 5 հիմնական պատճառ, թե ինչու են այտուցվում ոտքերը եւ երբ պետք է անհապաղ դիմել բժշկի։ Բարև ձեզ, ես բժիշկ Ռուբեն Սողոյանն եմ։ Իմ ալիքում ես պատմում եմ անոթների առողջության մասին, պարզ ու հասկանալի լեզվով։ Առաջին պատճառը սովորական ֆիզիոլոգիական հոգնածությունն է։ Երբ ամբողջ օրը նստած եք եղել կամ հակառակը ոտքի վրա եք անցկացրել, համաձայն ֆիզիկայի օրենքների ձգողականության ուժի հաշվին հեղուկը կուտակվում է ոտքերում եւ առաջացնում այտուց։ Սա վտանգավոր չի, եթե առավոտյան այտուցը լրիվ անցած է լինում։ Երկրորդ պատճառը, որին ես որպես անոթային վիրաբույժ ամենահաճախն եմ հանդիպում, երակային անբավարարությունն է։ Երբ երակների փականները թուլանում են, արյունը դժվարությամբ է հետ հոսում դեպի սիրտ եւ առաջանում է արյան կանգ, ինչի արդյունքում արյան հեղուկ մասսան դուրս է գալիս եւ լցվում միջբջջային տարրություն, առաջացնելով այտուց։ Երրորդ պատճառը սրտային կամ երիկամային անբավարարությունն է։ Սրտային անբավարարության ժամանակ այտուցը սովորաբար լինում է սիմետրիկ, սկսվում թաթերից եւ երեկոյան ավելի շատանում։ Իսկ երիկամային անբավարարության դեպքում այտուցը նաեւ լինում է առավոտյան, նկատվում է նաեւ դեմքին եւ աչքերի տակ։ Չորրորդ պատճառը որոշակի դեղորայքների ընդունումն է։ Օրինակ, հակագերճնշումային դեղերը կամ հորմոնալ պրեպարատները առաջացնում են որպես կողմնակի ազդեցություն ոտքերի այտուցվածություն։ Եվ հինգերորդ, ամենավտանգավոր պատճառը երակային տրոմբոզն է։ Այս դեպքում այտուցվում է մենակ մի ոտքը։ Առաջանում է ցավ եւ կարմրայություն։ Սա շտապ բժշկական միջամտություն պահանջող վիճակ է։ Եթե նկատում եք, որ այտուցը միայն մեկ ոտքի վրա է, ուղեկցում է ցավով եւ առավոտյան չի անցնում, շտապ դիմեք անոթային վիրաբույժի։ Անցեք դուպլեքս հետազոտություն եւ համապատասխան բուժում։ Գրեք մեկնաբանություններում, արդյոք ունենում եք ոտքերի այտուց, եւ ես անձամբ կպատասխանեմ ձեր հարցերին։ Բաժանորդագրվեք ալիքին ու սեղմեք զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք հաջորդ կարևոր վիդեոն։